Հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Առավոտ շուտ էի, որ ասում անթրաշ ամբլաշ որոշեցի միանալ ձեզ։ Եվ ցույց տալ, թե ինչպես եմ սկսում օրս։ Նախաճաշ, բնականաբար թե ինչ նախաճաշ, հիմա դուք կտեսնեք։ Դե սիրելի հետևորդներ, հիմա տեսեք, թե ես ինչպես եմ լվանում ելակը։ Քացախ եմ ավելացնում, սառը ջրով եմ լվանում բնականաբար և շատ լավ լվանում եմ, ինչու, որովհետև շատ վտանգավոր է ելակը, հատկապես, որ նա շփվում է հողի հետ։ Ուստի նախօրոք պոչիկները չեմ հեռացնում, այդպես լավ լվանում եմ քացախաջրով, երբեմն նաև սոդա եմ ավելացնում։ Այսօր այս տարբերակն եմ ցույց տալիս, լավ լվանալուց հետո, մի քանի անգամ ջուրը փոխելուց հետո, պոչիկները հեռացնում եմ, նորից եմ լվանում, մի քանի անգամ և արդեն, տեսեք, ջուրը պարզ է, պոչիկները լավ լվանալուց հետո, արդեն կարելի է հանել և արդեն հանելուց հետո նորից լվանում եմ։ Վտանգավոր է նաև շատ մանրէներ ու բակտերիաներ լինելու պատճառով։ Պոչիկները հեռացնելուց հետո նորից եմ էլի լվանում և վերջնական ցամքոցով պարզաջրում եմ նման տարբերակով, որից հետո էլ արդեն բնականաբար չորացնում եմ։ Կարող եք սրբիչով չորացնել, կարող եք թղթե անձեռոցիկով։ Ես այսօր ընտրել եմ թղթե անձեռոցիկով տարբերակը։ Ահա տեսեք, լրիվ արդեն լավ լվացված է և շատ կարևոր է ճիշտ ու լավ լվանալ ելակը, սիրելիներս։ Չորացնում եմ։ Իդեպ քաղցր ելակ էր ի զարմանս ինձ, չնայած մի քանիսը թթու էին, բայց հիմնականում քաղցր ելակ էր։ Ելակները, տեսեք ես մեկը ինչ հետաքրքիր է, ելակները լավ լվանալուց հետո արդեն մի քանիսը կտրատում եմ և ավելացնում եմ իմ այսօրվա նախաճաշի մեջ։ Իսկ այսօրվա իմ նախաճաշը մածունի մեջ չիայի սերմեր եմ լցրել երեկոյան, դրել եմ սառնարան և տեսեք ինչքան է արդեն ուռել, այսպես շատ լավ է ստացվում։ Հատապտուղների հետ համեղ է։ Առանց հատապտուղների էլ է շատ համեղ, բայց քանի որ ունեի ելակ, այսօր կտրեցի և ելակով նախաճաշեցի, որն էլ շատ համեղ էր։ Որն էլ մոտիվացիա է, կարող եք դուք նույնպես անել այն, ինչ որ ես եմ անում։ Եվ այսօր այն օրն է, որ պիտի փոխեմ մեր ջրի ապարատի ֆիլտրը, պիտի իմ ապարատի այդ խողովակը և մնացած բաները եղմանջրով լավ լվանամ, մի խոսքով ես մանր-մունր գործերը արեցի, Ֆրանսիայում ընդունված է ծորակից ջուր խմելը, բայց ես այդ ջուրը լցնում եմ ֆիլտրում և որից հետո արդեն խմում ենք։ Այսօր ֆիլտրի փոխելու ժամանակն է, մեկ ֆիլտրը ծառայում է ընդամենը 1 ամիս, և երբ արդեն ֆիլտրը հանում եմ, շատ այդպես քարեր, կեղտեր են հավաքված լինում ներսը և շատ ծանր է լինում, սկզբում ֆիլտրը թեթև է։ 2 անգամ եմ լցնում, ֆիլտրվելուց հետո այդ ջուրը դատարկում եմ և արդեն հիմնական լցնում եմ խմելու համար։ Ես 1 անգամ էի անում, իսկ հետևորդներից ինձ ասեցին, որ ճիշտը 2 անգամն է։ Շնորհակալ եմ այդ հետևորդին, ես այդ օրվանից 2 անգամ եմ ֆիլտրում։ Բնականաբար սպորտ եմ անում, երբ արթնանում եմ, դեմքի մի փոքր պառկածս տեղը մասաժներ եմ անում, մրսում եմ, միշտ ձեզ խորհուրդ եմ տալիս, հետևորդներից մեկը ասել էր, թե ինչ վարժություն ես անում, հատուկ տեսանյութեր ունեմ, յոգային վարժություն է, կարող եք հենց այդպես կոմպլեքս անել ամեն օր, շատ լավ է, առավոտյան թարմ եք լինում, դե ես դրանցից հատվածն եմ անում, հիմա այս պայն սիստեմատիկ ամեն օր նույնը չեմ անում, բայց հիմնականում տեղից մեջ մասաժներ եմ անում դեմքի և շնչառությունը, կարող եք այսպես, ահա քթի այս հատվածում թեկուզ այսպես սուր մասերով տրորեք և կզգաք, որ ինչպես է ձեր շնչառությունը ակտիվանում։ Չնայած ես որ արթնանում եմ, անմիջապես բացում եմ պատշգամբի դուռը և մաքուր օդն եմ շնչում,
Շնչում եմ, արտաշնչում եմ, շնչում եմ 3-ից 5 անգամ, որը էլի շատ լավ է։ Ոտքերի վարժություն մասաժորով փորս արդեն ցույց եմ տվել ձեզ բազմիցս, բայց միգուցե կան հետևորդներ, որ նոր են միացել, ես հենց հիմա ցույց տամ նաև իմ այդ մասաժորը։ Ահա սրա մասին է խոսքը, Ժորժ ջան, հələ տեսեք։ Եթե այսպես հատիկավոր էլ չլինի, ամբողջական լինի, դա էլ կլինի, ավելի լավ կլինի։ Եվ ամեն առավոտ կան օրու մեջ պարտադիր սոված ժամանակ ես սրանով այսպես մերսում եմ, հենց այս հատվածը փորի։ Վերևից ներքև տանում եմ, կարող եք անել, սա շատ լավ է։ Հիմա ես արդեն որ նախաճաշել եմ, չեմ ուզում անել, սոված փորին է բնականաբար սա օգտակար, սրանով անում եմ նաև ոտքերս, այսպես ոտքերս էլ ունեմ, չնայած ոտքերի տարբեր, բայց ամեն դեպքում շատ լավ է այրան շրջանառությունը ակտիվացնում է։ Եվ այսպես օրը տարբեր բաներ, ուսերի վարժությունը պարտադիր եմ անում, անպայման ուսերի վարժություն, քանի որ մենք ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք, եւ դեմքի համար, եւ ընդհանրապես արտանալուց հետո պարտադիր ես այս վարժությունը անում եմ, խորհուրդ տամ դուք էլ արեք, օրվա մեջ մի քանի անգամ եւ վիզը եւ այդ մկաները վզի ավելի այդպես ձիգ կլինեն, ահա այսպես։ Լեզուն վերև ենք տանում եւ փորձում ենք անել, լավ ձգվում է։ Մի խոսքով, օրը տարբեր բաներ եմ անում, խորհուրդ եմ տալիս ձեզ, մի օր ձեռքերի, չնայած ձեռքերի մատերինը օրվա մեջ անընդհատ անում եմ։ Մի խոսքով, սիրելիներս, այն վարժությունները, որոնք արթնացնում են, ակտիվացնում են, դրանք ես անում եմ ոտքերինը պարտադիր, ոտքերիս բոբիկ եմ քայլում, երբ արթնանում եմ, եւ արդեն ոտքերի վարժություն եմ անում։ Մի խոսքով, շարժումը կյանք է, ինչքան հնարավոր է փորձեք անել, ամեն դեպքում նաև այս լողային վարժությունները, որ շատ լավ է, ձգում է, ամբողջ մկանները ձգում է և ժամանակի ընթացքում արդեն գեղեցիկ կազմվածք ենք ունենում։ Սիրելիներս, բայց ավելի շատ միացա ձեզ, որ ասեմ թե շաբաթօրներ, չէ, ուրբաթ օրը Unibox, ինչպես ասում են, ծանոց էինք ստացել, դնեմ սամիկով։ Այս կադրերը նկարել է և ուզում էի ձեզ ցույց տալ, թե տեսեք, թե ինչ ծանոց ենք ստացել Zalando սայթից, որտեղ որ հնարավոր է պատվիրել ամեն ինչ, ինչ որ դուք կտկամենաք, հիմնականում հագուստ կոշկեղեն, և պատվերը ստացել էինք Կարենի, ես էլ արագ բացեցի նկարելով ձեզ ցույց տալով, տեսեք ինչքան լավ սպորտային կոշիկ է պատվիրել, որակը արտակարգ է, կարծում եմ Ֆրանսիայում ապրողները լավ ճանաչում են այս ապրանքանիշը, թեթև է, հարմար է, գույնն էլ ամառային է, տեսեք ինչքան լավ է կարված, եւ այսպես ցույց եմ տալիս ձեզ, գովաբանում եմ այս սպորտային կոշիկը, բայց այս պահին ուզում եմ ձեզ ասել, որ ես հիմա այս ծանոցը փակում եմ եւ հետ եմ ուղարկելու, որովհետեւ այս հրաշք թեթև լավ որակի սպորտային կոշիկները փոքր եղան։ Առաջին անգամ որ Կարենի համարի եկած կոշիկը փոքր եղավ, 42 է միշտ, Zalando-ն նույնիսկ առաջարկում է տարբեր ֆիրմաների, թե որ համարը իր ոտքին կլինի, բայց եկավ եւ շատն է ու կարծես թե այս թեթև, շատ թեթև, այս թեթև կոշիկը վերածվեց շատ ծանր, այսինքն ոտքը որ ճնշեց, ծանր թվաց։ Մի խոսքով սիրելիներս, հիմա ես այս գործին եմ, փաթաթում եմ, փակեմ, որ է Կարենը կգա աշխատանքից, առավոտ շուտ է գալու այսօր հանդիպում ունի, որ սրատանի գցի հետ գնա։ Մի խոսքով այս գործով եմ զբաղված, փակեմ, որից հետո էլ դեռ սուրճ չեմ խմել, սուրճս կխմեմ, առանց սուրճի չեմ կարողանում սիրելիներս, բայց շատ չեմ խմում, օրվա մեջ 1-ից 2 անգամ, երկուսը երևի թե պարտադիր։ Կարճ ասած, արևոտ լավ օր է սկսվել, տեսնենք ինչ ավարտ կունենա այս օրը, ինչպես կլինի, ինչ եմ պատրաստելու այսօր, ձեզ նորից մոտիվացիա կտամ, եւ ամենակարևոր բանը, որ գրեթե միշտ մոռանում եմ ասել,
Բաժանորդագրվեք իմ ալիքին սիրելիներս, եթե դուք նայում եք առանց բաժանորդագրվելու, բաժանորդագրվեք, ուրախ կլինեմ ձեզ տեսնել իմ ալիքում, այս պահի համար այսքանը, լավ մնացեք ինձ հետ, այր ես ձեզ դրել եմ, հիմա այս թուղթը որ կա, հասցել եմ, կկտրեմ և կկպցնեմ ծանրոցի վրա, որպեսզի այդպես գնա Եվ ամենակարևոր բանը, որևէ բանի ձեռք չենք տվել, նոր է և նույն իրենց այս թուղթով էլ ուզում ենք ուղարկել։ Ահա վերջացրեցի, ոնց ասես կպցրեցի, որ չբացվի հանկարծ, բոլոր կողմերից փակել եմ, ապահով մնա, Դե հիմա այլ սիրելի հետևորդներ, դեմքիս դիմակ կսեմ, դնեմ այսպես ասած, Եվ արդեն գնամ շատ համեղ, ինչ պատրաստեմ գուշակեք հայկական, ավանդական, ամառային տոլմա եմ դնելու ժողովուրդ ջան, ընթացքում որոշեցի լավ, ուրիշ բան էի որոշել, քանի որ սմբուկ ունեի, ուրիշ համեղ բան էի պատրաստելու, էլի աղացած մսով, բայց որոշեցի տոլմա Դե տոլմայի բաղադրատոմս ունեմ ես հիմա ալիքում դուք կարող եք նայել, բայց դե ամեն անգամի ձևով ես անում համումի ձևի է լինում, չէ, կախված մսից, բայց ես միշտ համեղ եմ պատրաստում և ամենակարևորը, որ խորհուրդ կտամ դուք էլ տոլմա պատրաստելու ժամանակ, տավարի մի կտոր դրեք, քափը լրիվ քաշվում է տակը և պարզ է լինում Դե արդեն ասել եմ, որ ես խոզի միշտ չեմ խառնում, բայց այնքան լավ եմ տրորում, ավելացնում եմ թթվասեր, որ շատ էլի լավ է լինում։ Մի խոսքով դիմակ եմ դնում ձգող, գունաբացող, խոնավեցնող, շանելի դիմակ է։ Լավն է, որակը տարբերվող է, բայց պետք է հիմնականում խնամք լինի, անընդհատ պիտի խնամք լինի և դեպրեսիայի մեջ չընկնենք, չէ, ծերանալը դա մեծ դեպրեսիա է, Դորիան Գրեյի համախտանիշ է կոչվում, այսինքն երբ մարդը չի ուզում ծերանա, նայում է իր դեմքին առաջվա երիտասարդը չէ, ֆիզիկապես առաջվանը չէ, բայց հոգեպես երիտասարդ է միշտ, այդպես չէ, ուզում եմ համամիտ կլինեք, մարդը հոգեպես չի ծերանում, Դա ես չեմ ասում, ես էլ եմ դա հասկացել, բայց հələ չեմ ծերացել, բայց հոգեբանորեն այդպես է։ Դրա համար մեկ-մեկ որ ասում են, տարիքը դալոք թիվ է, դուք դրան մի նայեք։ Ամեն դեպքում սիրելի հետևորդներ, խնամված լինելը շատ լավ բան է, չէ։ Դե աշխատում եմ այնպես լինի, չգիտեմ կլինի թե չի լինի, որ Չդիմեմ այդ դեմքի միջամտություններին, դա հենց այդ ախտանիշն է, համախտանիշը, դրանով է հիմա պայմանավորվում, որ մարդիկ ամեն ինչի դիմում են, որ դեմքով երիտասարդ մնան, բայց ամեն դեպքում նրանք ներքուստ զգում են մեկ է իրենց տարիքային տարբերությունը երիտասարդների հետ համեմատելիս, այնպես որ պետք չէ, ես ինքը շատ ծանր եմ տանում Հիմա որ փորձեմ խորհուրդ տալ, այդքան էլ այսպես իմ սրտով խորհուրդ չի, բայց երբեմն պետք է որ հաշտվենք, չէ, իրադրության հետ։ Բաներ կա, որ մեր կամքից անկախ է լինում։ Կյանքն է այսպիսին, մենք ոչինչ անել չենք կարող բնության դեմ։ Ահա։ Այս դիմակի մեջ մեղր էլ կա։ Ինտերնետում կարդացի բաղադրությունը, ձգելու հատկությունը հենց դա է հաղորդում, փայլ է հաղորդում, վերջը լիքը լավ բաներ է հաղորդում, թե կհաղորդի, թե չի հաղորդի, ռեկլամն է էլի,
սովորական ասում են դիմակներ կա, որ ավելի կարող է լավ օգնել, դե ես այսպես օգտվում եմ ամեն դեպքում, ինչը որ լավ է, կարող է սնուցել, օգնել։ Մի խոսքով, սիրելիներս, ես ձեզ մոտիվացիա եմ հաղորդում իմ տեսանյութերում, իմ նպատակը դա է եղել, տեսանյութ վլոգեր դառնալու, որ ես իմ առօրյայով, իմ կյանքով կիսվեմ, մարդիկ տեսնեն, հատկապես իմ հասակակիցների համար, թե ինչ կարելի է անել, ինչպես, և մոտիվացվեն։ Ահա, այսքանը։ Հիմա սիրելի հետևորդներ, ահա, վերջի գրամներն էլ վերցնեմ։ Ահա, всё, վերջ։ Մի հատ էլ մատերով, զգալով, տեսնեմ ամենուր տարել եմ, այո, տարել եմ, հավասարեցնեմ։ Ինքը կներծծվի, իր գործը կանի, ես էլ գնացի խոհանոց, իմ գործը անելու, համաձայն եք, դե եթե համաձայն եք, եթե ուզում եք, մնացեք ինձ հետ, շարունակեք դիտել տեսանյութը, մինչև վերջ, և բացահայտեք նոր բաներ ինձ հետ, գնացիք խոհանոց, ճաշ պատրաստելու, ինչ հայկական, ավանդական, ազգային խոհանոցից պատրաստում եմ տոլմա, ամառային տոլմա։ Սիրողներ եթե կլինեն կգրեք, ես տեսանյութի տակ կտեղադրեմ իմ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը, կարող եք նայել և պատրաստել։ Վազեցինք, ժողովուրդ ջան, վազեցինք։ Սկզբում կաղամբն եմ խաշում նման տարբերակով, մեջտեղ այսպես կտրել եմ, հեռացրել եմ, այստեղի կաղամբը շատ կոշտ է, ասեմ ձեզ, և շատ թանկ է, այս փոքրիկ կաղամբին տվել եմ 4 եվրո, սոխը շատ քիչ սխտորով անց եմ կացրել բլենդերով, լավ համեմունքներ եմ արել, տեղը տեղին հունցել եմ միսը և տավարի միկտորմից դրել եմ կաթսայի տակ, բանջարեղենը պատրաստ է, արդեն ինձ մնում է փաթաթել և արդեն ավելացնել տոմատի ջուր, փակել և եփել, եփված է, սա կաթսայի մեջի եղած տոլման է և մի փոքր էստեղ լցրել եմ համտեսելու համար, ուտելու համար, տեսեք ինչքան լավ է ստացվել, ինչքան հյութալի է սմբուկի մեջի միսը, պարզ երևում է, որ ինչքան հյութալի է ստացվել, ասեմ ձեզ, որ շատ համեղ էր, կաղամբն էլ վատը չէր, բողոքեցի սկզբում, բայց շատ լավ կաղամբ էր։ Վայ, անմահական տոլմա եմ պատրաստել, կասկածել չունեի, միշտ ինձ ասում են, ոնց է լինում, որ դու տոլմա այդքան չես սիրում, բայց շատ համեղ պատրաստում ես։ Դե ինչ տոլմա պատրաստել, որ գազի վրա հետքեր չլինեն, չտապվեն, հատկապես որ այսօր շատ ավելի լիքն էի լցրել, ուրեմն նոր գնված սիֆով մաքրում եմ թե գազի երեսը, թե լվացարանի այդ հատվածը, քանի որ առավոտյան նկատեցի, որ արդեն լվացարանն էլ է մաքրել ուզում, հատկապես այս սիֆով կմաքրեմ, չնայած մի երկու աման կար լվացել եմ, բայց մի երկուսն էլ մնացել են, ուրեմն գործս շարունակեմ թափով, հավեսով, այս ընթացքում նաև հագուստ եմ գցել մեքենայի մեջ, դրել, լցրել, չգիտեմ ինչ որիսա, լվացք է հիմա լինում, լվացքը արդեն պրոցեսի մեջ է, մի խոսքով դուրս եկա, որ այսօր երկուշաբթի օրով էլի լավ աշխատանքային շաբաթ ենք սկսում, բնականաբար շաբաթ կիրակից հետո արդեն հանգստացած ուզում ես այսօր հավեսով գործ անել, սիրելի հետևորդներ, դե ես անցա իմ գործերին, էլի եք ինձ հետ մնում, դե ինչպես կամենակ, սկսեցինք մաքրության որոշ կարևոր գործեր։ Սկսեմ այս մի երկու ամանը լվալուց և արդեն կանցնեմ գազի երեսը մաքրելուն և լվացարանը։ Դուք էլ հետևեք, տեսեք հլը ինչպես եմ ես լվանում, սա էլ տոլմայի ափսեն է և թասն էլ տոլմայի մսի ֆարշի թասն է։ Մի քանի աման արդեն լվացել եմ ասեցի,
Սրանք մնացել էին։ Հիմա սրանք էլ արագ կլվանամ եւ կանցնեմ հաջորդ գործերիս։ Լվանամ, դուք էլ տեսեք, թե ինչպես եմ լվանում, մոտիվացիա տամ ձեզ։ Եթե այս պահին նստած եք ու որոշել եք գործ անելու, մի քիչ էլ հավես չունեք, ալարում եք տեղից շարժվել, ապա սա հենց ձեզ համար է։ Արագ անցնում եք գործի։ Որևէ գործ կարևոր չէ։ Ես սրանք անելու եմ, վերջացնելու եմ, բնականաբար արդեն ամբողջ տունը։ Մի խոսքով այսօր մաքրման օր եմ հայտարարում եւ մոտիվացիա եմ ձեզ տալիս։ Այնպես որ ակտիվ անցան գործի։ Չնայած երևի շատերը ունեն, չէ, ամանների մեքենան դրանով են անում, բայց դե այսպես որ լվանում եմ, նախ ավելի լավ է, տաք ջուրը մատերի համար շատ լավ է, կարճ ասած։ Գործ եմ անում, քացախ եմ լցնում, որովհետև քացախը լավ փայլ է տալիս, երբեմն սրբիչի վրա եմ քացախ լցնում, երբ այս ամենը հանում եմ արդեն պարզաջրելուց հետո, այդպես քացախ եմ լցնում եւ սրբիչով փակում, սրբիչի վրա այդպես, եւ արդեն չորացնում եմ, շատ լավ փայլ է հաղորդում, չժանգոտվող մետաղից պատրաստված ցանկացած ծիր, կարող եք այս հմտությունը օգտագործել, բացի այդ հոտերն է վերացնում, ռեստորաններում անպայման օգտագործում են քացախ, հենց հոտը, փայլը, տեսքը բերելու համար։ Մի խոսքով ես էլ այսպես եմ անում երբեմն եւ շատ լավ է ստացվում։ Դե ես արագ գործը շարունակեմ, դուք էլ տեսեք, թե ինչ վիճակ է, իսկ ընթացքում կմիանամ, որոշ բաներ էլի ասեմ։ Թյուրիմացություն չլինի, կան չէ, մարդիկ որ հատուկ պարապենու փորձում են դիտողություններ անել, սա իմ ամանների սպունգն է, իսկ սա նման աշխատանքների սպունգն է, գույներով տարբեր են։ Հիշեցնեմ, որ մաքրում եմ գազի երեսը, որ տոլմայից այդպես ցայտել է եւ արդեն կեղտոտվել է։ Իսկ այս մասերը, որ չեմ մաքրում, մի քանի օր առաջ եմ մաքրել, այնպես որ միայն շուրջը կմաքրեմ, ինչքան հնարավոր է։ Ահա եւ այս հատվածները, որ դեմի մասում էի դրել կաթսան։ Վերջ գազը մաքրեցի, վերջացրեցի։ Հիմա արդեն անցնում եմ լվացարանին, այս հատվածները շատ էին կեղտոտվել եւ մի տեսակ չէին փայլում, չնայած հաճախ եմ մաքրում բնականաբար, բայց այս սիֆով առաջին անգամ եմ մաքրում, փորձում եմ տեսնեմ լավ է մաքրվում թե ոչ, որովհետեւ նախատեսված է հատուկ նման ծածկույթների համար եւ արդյունքը կտեսնենք վերջում։ Իսկ ծորակի այս հատվածը շատ ուժեղ եմ անում, որովհետեւ միշտ ջուրը մնում է եւ ավելորդ բաներ են կուտակվում, կարծրացնում։ Մեր ջուրը այդքան էլ պարզ ջուր չէ, նստվածք է տալիս եւ ամեն ինչը, ինչ որ մենք օգտագործում ենք, նստվածք է լինում։ Այդ իսկ պատճառով մշտապես մաքրում եմ թե քացախով եւ թե հատուկ նյութերով, որպեսզի հենց ծորակի այդ վերևի մասն չկարծրանա եւ ջրի հոսքը նորմալ լինի։ Դե իհարկե մաքրելուց հետո վերջնական արդեն այս հատուկ շորով եմ մաքրում եւ հավես է որ մաքրում եմ, չգիտեմ, ես սիրում եմ աշխատել, դուք ինչ տպավորություն եք ստանում, չգիտեմ, բայց իմ տպավորությունը ինձանից լավ է, որ արագ երբ սկսում ես հավեսով աշխատել, նշանակում է գործդ էլ հաջող է գնում։ Ահա, հիմա ես լավ շորով էլ գազի երեսն եմ մաքրեմ, պատերը ամենուր շուրջը ինչ որ արդեն շիթեր են թափվել։
տեսեք ինչ լավ մաքրվեց, փաստորեն շատ լավ որակի է, այստեղ լավ քաներ եկար, լրիվ վերացրեց, սա էլ գազի երեսը, դե արդեն սիրուն, կացան սազեց արդեն, անցնեմ գնամ հավեսս տվեց, բաղնիքը մաքրեմ, այստեղ էլ սիվ լսրեցի, վաննայի մեջ և լվացարանի մեջ, մի քանի րոպե հետո այդպես տրորեցի, մաքրեցի, հիմա արդեն վերջնական մաքրում եմ, ինչու միացած ես, որպեսզի ցույց տամ վաննայի մեջի այս պլաստիկը, որ չսահելու համար է, շատ լավ որակ էր փաստորեն, արդեն քանի ամիս օգտագործում ենք և պատկերացրեք այս կրային ջուրը չի նստել վրան և այս բորտիկները, այս բարձր մասերը կպչող մաքուր են մնացել, չնչին այսպես մաքրել եմ և շատ լավ որակի է, մոռացել եմ թե որտեղից եմ արել, ջուրը և այդ օճառի հետքերը ոչ մի բան լողանալուց հետո նստվածքներ չի թողնում այս գորգը, հետաքրքիր է էլի, հիշեմ թե որտեղից եմ գնել, ահա, լվացանն էլ մաքրեմ, լվացանի վերևի հայելին ավելացված, չնայած հայելին օրվա մեջ քանի անգամ մաքրում եմ, բայց որ սրանք արդեն մաքուր է, սկսեմ կողքերն է մի փոքր մաքրել և ավարտեմ, ահա և վերջ։ Ներս արդեն տանից դուրս եկա, շատ գործեր արեցի, դրանով չբավարարվեցի, նորից փոշեկուր, նորից հատակները լվացի, մաքրեցի և հիմա տանից դուրս եմ եկել, գնում եմ բանկ, մի հատ բանկային քարտ եմ գտել, տանեմ այդ բանկը հանձնեմ, կզանգեն գտան, մի անգամ էլ ինձ հետ էր այդպես պատահել, դրանից հետո էլ գնում եմ իմ փոստը, խրոնոփոստով ծանոց եմ ուղարկել, դեռ տեղ չի հասել, գնամ իմանամ, տեսնեմ ինչն է պատճառը, այսպես, եղանակը քամոտ է շատ շոկ չէ, չնայած ջերմաստիճանը շատ բարձր է ցույց տալիս, ամեն դեպքում այսպես հագնվեցի, թեթև է, հարմար է, հով է, չի շոկացնի էլի, չնայած կեսօրից հետո արդեն ժամը 4-ն է, ըստ մեզ մոտի պիտի լավ շոկ լիներ, բայց հələ չկա, շատ շոկ կլինի պիջակս կհանեմ, չնայած պիջակը շատ բարակ է, հասրեցի բոլոր գործերս արեցի, վերջացրեցի, լողացա, այսպես հիմա ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, լավ մնացեք, մնացեք ինձ հետ, կհանդիպենք, առայժմ, պաչիկներս, բոլորիդ